Զորամասերում, զորավարժաններում ու բանակային դիրքերում չի դադարում շինարարական գործընթացը։ Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության համակարգված հսկողության ներքո կառուցվում են հիմնովին նոր զորանոցներ, ճաշարաններ և սպորտ հրապարակներ, իրականացվում են զորանոցների ընթացիկ վերանորոգման աշխատանքները։ 24 թվականի համեմատ 25 թվականի ընթացքում էապես ավելացվել են կատարվող աշխատանքները եւ բավականին մեծ ծավալներ են թե գույքի ձեռքբերման, բարելավման ուղղությամբ եւ շինական աշխատանքների կատարման ուղղությամբ։ Հիմնական աշխատանքների մասին զորքի կենցաղային պայմանների բարելավման տեսակետից առանձնակի տեղ են գրավում ճաշարանների վերակառուցման աշխատանքները, նոր ճաշարանների կառուցման աշխատանքները եւ կենցաղային պայմանների բարելավման ուղղված բոլոր աշխատանքները, այդ թվում գույքի ձեռքբերումը։ Օրինակ, այս օրերին ավարտին են մոտենում մոդուլային հերթական զինավանի կառուցման աշխատանքները։ Բարեկարգվում է հարակից տարածքը, տեղադրվում եւ փորձարկվում են հոսանքի մալուխներն ու ջեռուցման համակարգը։ Վերջին տարիներին շահագործման հանձնված այս տիպի զինավանները արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը, հավաքվում են սեղմ ժամկետներում, ապահովված են բոլոր հարմարություններով, ընդհուպ մինչև օրթոպեդիկ ներքնակներով։ Լիովին համապատասխանում են պաշտպանական գերատեսչության սահմանած պայմաններին եւ չափորոշիչներին։ Ընդգծեմ, որ մոդուլային կառուցատարերով կառուցված զինավանները աչքի են ընկնում, առանձնանում են իրենց ջերմամեկուսացման բարձր մակարդակով, իրենց կառուցման արագությամբ, հարմարավետությամբ։ 20 աշխատանքային օրվա ընթացքում ավարտին ենք հասցրել զորանոցի կառուցումը։ Բոլոր հարմարությունները նախատեսած, ամեն ինչ։ Ինչը որ կապիտալ քարի շինություններում է, ամեն ինչ այս զորանոցներում լինում է։ Մեկ այլ զորամասում ավարտին են մոտենում հիմնովին նոր ճաշարանի շինարարական աշխատանքները։ Տիպային կառույցը ապահովված է լինելու բոլոր անհրաժեշտ արտադրամասերով, սննդամթերքի պահպանման եւ ճաշապատրաստման համար անհրաժեշտ խորհրդական արդի սարքավորումներով։ Նախատեսված են ամենաբարձր մակարդակի թե օդափոխության համակարգը, թե ընդհանուր ինքը որպես տեսակ ճաշարանի ամենաբարձր արդիական ճաշարաններից է։ Բանակում իրականացվող այս եւ մյուս շինարարական աշխատանքներին հետևում եւ դրանց ընթացքը վերահսկում են Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության աշխատակիցները։ Վարչության պետ Արտուր Սողոմոնյանը վստահեցնում է, կառուցվող բոլոր շինություններն անխտիր անցնում են փորձաքննություն եւ համապատասխանում են անհրաժեշտ չափորոշիչներին։ Շինական աշխատանքների ընթացքում իհարկե մեծ ուշադրություն կա եւ տեխնիկական հսկողության կողմից եւ նաև վարչության աշխատակիցների կողմից, որոնք լրացնում են տեխնիկական հսկողության կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքները։ Արտուր Սողոմոնյանի հետ համամիտ են հայր եւ որդի Սուչյանները։ 15 տարի առաջ ժամկետային զինծառայությունն ավարտած Զերոփը նկատում է, այն ժամ իրենք չէին կարող պատկերացնել, որ տարիներ անց զինվորների համար կապահովեն նման բարեկեցիկ պայմաններ։ Իմ ժամանակներն ու իմ ժամանակներում շատ տարբերություն կա։ Հիմա ամեն ինչը բարելավ վերա։ Շարունակելով խոսքը, շինարարը ընդգծում է. բանակը մեր համընդհանուր հպարտությունն է, բանակին ծառայելը պատիվ է ոչ միայն զինվորականների, այլև շինարարների համար։ Մեկովս տրված է ինչ-որ մի լավ բան ունենք, ինչ էլ անում ենք, մեր հայ զինվորների համար ենք անում, մեր ողբրտիքի համար, մեր օպակա սերնդի համար։ Զերոփի խոսքն ու կարծիքը կիսում են նաև բանակի կարիքների համար նախագծային եւ կառուցապատման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Բոլորը սրտացավ են։ Շատ կարևոր գործ ենք անում, ազգանուվեր գործ ենք անում ու մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր գործին։ Հայ զինվորը մեր անվտանգության երաշխավորն է, որի համար մենք ամեն ինչի պատրաստ ենք ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի նրա պայմանները դառնան ավելի բարեկեցիկ։ Ներկայացվածը կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության համակարգված հսկողության ներքո իրականացվող աշխատանքային գործընթացի մի փոքր մասն է միայն։ Արտուր Սողոմոնյանը ավաստիացնում է, Պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող շինարարական աշխատանքների ծավալի ընդլայնմանը զուգահեռ զինված ուժերում տարեստարի ավելանում են զինծառայողներին բարեկեցիկ պայմաններ ապահովող զինավանները, զորանոցները, սպորտ հրապարակներն ու ճաշարանները։ Ներսես Սիվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։